տեղություն հետաքրքիր է, որ ակցիան հենց դուք եք անում, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակահատվածում դուք ձեզ համարում էիք հետապնդվող, ապաստան էիք խնդրել, ժողովրդավար չէիք համարում Հայաստանը, բայց հիմա ստացվում է դուք Անի ջան, տեսեք ճիշտ եք ասում, ես բազմաթիվ լրագրողների հետ իմել, այսօր երկուստ եք եկել, անձերին սպասարկող լրատվամիջոցները չեն արձագանքում անհատներին, իրենք սպասարկում։ Չէ, ես ասում եմ դուք նախկինում ձեր մասն եք Նախկինում ես պայքարել եմ, դրա համար էլ լեզուս երկար է, հիմա էլ եմ պայքարում, որովհետև ոչինչ չի փոխվել, միջոցներն ավելի են խստացել, ավելի դժգոհ է կիրառվում, նույնիսկ մարդիկ ընտանիքներ են մտնում, որոնք նախորդների ժամանակ չկան։ Ես աբիժնիկ չեմ, որ ասեմ մյուսներից նեղացած եմ, Նիկոլը հիմա լավն է, Նիկոլին պաշտպանում։ Իմ այն ժամանակ էլ հիմա էլ իմ նպատակը ժողովրդավարական երկիր ունենալն է, որի համար ես պարտավոր եմ պայքարել, իմ կյանքը նվիրել եմ այդ պայքարին։ Իմ համար ոչ մի նշանակություն չունի Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Լևոն, բոլորին էլ դեմ եմ եղել, բայց իմ սպասելիքները իշխանափոխությունից հետո 15 թվականին չիրականացան։ Ես տեսնում եմ այնպիսի մի անձնավորություն, որը ոչ Լևոնի կողմնակից է, ոչ Սերժի, ոչ Ռոբերտի։ Եթե լրատվամիջոցներն աշխատեն, ազատ մամուլ լինի, շատ կան։ Կան մարդիկ, որոնք ունեն հստակ ծրագրեր, ամեն ինչ ունեն, այդ ծրագրերը չեն գործում։ Հիմնականում գործելու են մարդիկ, որոնք կարող են ծրագիր առաջարկել, որ 2 տարվա ընթացքում իրենք վարչապետի պաշտոնը կթողեն, 2 տարվա ընթացքում կանցկացնեն հանրաքվե նախագահական կառավարման համակարգի անցնելու, կտրվի նախորդների իշխանության գնահատականը, կատարած աշխատանքների իրավական քաղաքական, որից հետո շատ մարդիկ կհայտնվեն։ Պարոն Վիրաբյան, ես ձեզ այլ հարցել ունեմ, Աշոտ Կարապետյանի հետ կապված ես ձեր խնդիրները հիշում եմ, գործերը հիշում եմ, իրեն եք մատնանշում են ժամանակահատվածում, օրինակ իր մահվան հանգամանքները ձեզ համար վստահելի է։ Ինձ համար շատ ցավալի է։ Վստահելի են մահվան հանգամանքները։ Վստահելի չի, որովհետև ես մի քիչ ավելին գիտեմ, որը մասսայական չեմ կարող ասել, հանգամանքները վստահելի չեն։ Միևնույն ժամանակ ես ցավ եմ ապրում, որ մարդի հետ այդպիսի դժբախտություն պատահ։